Վրաստանի կիկբոքսի առաջնությունը օրերս անցկացվեց Ախալքալաքի մարզահամալիրում, որտեղ հրավիրված էին ինչպես Վրաստանի, այնպես էլ Հայաստանի կիկբոքսի մարզիկներ։ Առաջնությունը կազմակերպվել էր Վրաստանի կիկբոքսի ֆեդերացիայի մարզահամալիրի ղեկավարության ու մարզիչների կողմից Ախալքալաքի քաղաքապետարանի եւ հովանավորների աջակցությամբ։ Այսօր եզրափակիչ մենամարտներ են ընթանում, 3 կայացավ կիսաեզրափակիչը, կիսաեզրափակիչում մասնակցում էին սիրողական կիկբոքսինգի մասնակից մարզիկներ, իսկ այսօր գոտու համար են պայքարում եզրափակչում։ Ընդհանուր առմամբ մեր մունիցիպալիտետում տրադիցիա է դարձել արդեն այս մրցաշարը կիկբոքսինգի, ամեն տարի քաղաքապետարանի Սակրեբուլեի օգնությամբ կատարվում է այս մրցումը եւ գլխավոր մրցաշարը, որ կազմակերպել է, դա կիկբոքսինգի ֆեդերացիան է։ Ունենք լավ տղաներ, մեր թիմի համար կարող եմ ասել միայն լավ խոսքեր, որովհետև լավ պատրաստված են մեր տղաներ եւ գեղեցիկ մենամարտեր են ունենում, հաղթանակները շատ են եւ դրա համար շնորհակալություն եմ հայտնում մեր մարզիչին Սերգեյ Տոնականյանին, որ լավ է պատրաստել տղաներին։ Ու այս գեղեցիկ մարզահամալիրում հերթական անգամ մրցաշարը տեղի ունենում, տեսնում եք ինչքան մասնակիցներ կան, շատ մասնակիցներ եւ Վրաստանից եւ Հայաստանից, շատ բարձր մակարդակի մրցաշար է անցնում եւ շնորհակալություն բոլոր կազմակերպիչներին։ Ախալքալաքի մարզիկները ինչպես միշտ ցույց տվեցին իրենց լավագույն մենամարտերը։ Վրաստանի բաց առաջնություններ կիկբոքսի մասնակցեցի 60-63 քաշային կարգում եւ գրավեցի առաջին հորիզոնականը։ Իմ սաբեռնիկը Քութայեսցի էր, լավ աշակերտ է, բայց երկրորդ ռաունդին նոկաուտի ենթարկեցի։ Ես սրուլ դեպաս հայրդաշորսը տոնների կիկբոքսինգში, քաղաք Ախալքալաքի
საკმაოდ წარმატებულად იბრძოლის. მე მინდა მოგახსენოთ, რომ წარმატებულად იბრძოლის ახალქალაქის სპორტსმენებმა თითქმის დიდი უპირატესობით მოიგეს და მინდა მადლობა გადაუხადო ახალქალაქის გამგეობას, მუნიციპალიტეტს, სპორტსკოლას და ასევე მინდა მადლობა გადაუხადო მისაკ და კარენ ყაზარიანებს ტურნირის ორგანიზებაში დახმარებისთვის. მადლობა. Օրինակ դուք ինչպես գիտեք, ամեն տարի մենք մերձում գնենք կապ kickboxing-ի բաց առաջնություն եղել քաղաքում մեր միջազգային մերձում է ամեն տարի գնենք կապ միշտ մասնակցենք Հայաստան, Վրաստան, աստարի դաշը կուզեն Իրանը մասնակցեն, Թուրքիան մասնակցեն, ուղղակի իրանցքով հիմա պրազնիկ է, այդ պրազնիկին պահով իրանք չկարծան մասնակցել։ Լավ մենամարտներ գեշտակապ Երգոր մերձումները ամեն տարի մերձումները միշտ երգոր գալին։ Առաջի օրը գալի սիրողական, երկրորդ օրը գալի պրոֆեսիոնալի մենամարտները։ Այսինքն պրոֆեսիոնալ մենամարտները մարտը մասնակցեք մե բոյ է, մե օկումետ։ Պերվի նոմերներն են, վեվո Եվրոպա, Հայաստան, Վրաստան չեմպիոններ են։ Ես կուզեմ շնորհակալություն հայտնեմ մեր քաղաքապետարանին, կանգեոբային որ միշտ մեզի պայծեշկա գենենք նախարարչինը տեսի քիչ զալային ծևից հարկել են ռեմոնտ են ներել գլավդին տակությունը կա տաղոցեն բամա չի մենա մեդանը մենակ բարաբունք են քան նորմալ բարաբին ու լավ ռեզուլտատներ ունեն Հեմի Եվրոպայի առաջնությունն է շուտով մեկ ամսում պատրաստ ենք Լատվիա Եվրոպայի առաջնության Ես կուզեմ շնորհակալություն նույնպես հայտնեմ մեր սպոնսորներուն, Կազարյան Միսակեն, Կարենեն, որ այդ պոյեսները իրանք կենեցին, դիք իրանք շնորհքեն, խնդրեցիք կենեցին։ Կուզեմ նույնպես շնորհակալություն հայտնեմ մեր մարզահամալերին, տենորին Ատոմ Էլիզբարյանին, որ մեր կողքեն է, կողքն է, պայծեշկագենեգը, մեր մարդումպես կողքերս կայնացին։ Նույնպես շնորհակալություն կուզեմ հայտնել մեր ծանոթներին, վերնոր նստել են, պալետ կենեն գտաղոցեք, կողքերս կայնած են, տաղոցը թուղ կուտան, ուշ կուտան։ Հույսով եմ, որ ես մերձումը միշտ ամեն տարի այսպես շարունակ կելլի։ Միշտ կելլի ու մեկ ալ տարի ամպես ժամանակ մերձում կենենք, որ ոչ թե երկու պետություն մասնակցեն, գոնե մեկ 4, 5, 6 պետություն կենանան մասնակցեն, ավելի շատ մասնակցեն։ Ու հույսով ենք, որ կելլի։ One minute.